Բարև ձեզ, դուք դիտում եք հեռանկարը և ես զրուցում եմ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ, շնորհակալություն պարոն Ղևոնդյան։ Նալբանդյան Մամեդյարով հանդիպումից մենք մանրամասներ չգիտենք, բայց ինքնին հանդիպումը, ինքնին փաստը հանդիպման դրական է։ Բնականաբար այն բանակցային չգործընթացի շրջանակներում, որ մենք ունենք, այսինքն պատային վիճակ, ցանկացած հանդիպում հավելյալ հարթակ է, որպեսզի քննարկումը Ղարաբաղյան խնդրի տեղափոխվի սեղանի շուրջ եւ ոչ թե ռազմադաշտ եւ ոչ թե դիրքեր, այլ հարց է, որ հանդիպումները հազվադեպ են լինում պրոդուկտիվ, ու դրա հիմնական պատճառը մեղավորը օբյեկտիվորեն լինենք, դա ադրբեջանական կողմն է, որը բազմաթիվ պատճառներ ունի բանակցային հարթակում չներկայացվելու, այդ հարթակը բացառելու իր համար, այդ գործոնները, այդ հանգամանքները կապված են թե նրա արտաքին քաղաքական ուղեգծի առանձնահատկությունների հետ, թե ներքաղաքական տարբեր խնդիրների հետ։ Իհարկե հանդիպումը պրոդուկտիվ է, հանդիպում լինելու տեսանկյունից, այլ հարց է, որ ընդհանուր մեծամասամբ եւ ենթադրելի առումով կա հոռետեսականություն, այսինքն հանդիպում բանակցությունները շարունակելու կամ բանակցությունները միգուցե վերսկսելու տեսանկյունից, իհարկե մեկ հանդիպումով որևէ բանի մենք չենք կարող հասնել եւ որևէ փաստ կոնկրետ չենք կարող արձանագրել։ Պատային վիճակի մասին դիրքերը, բանակցային դիրքերը երկու կողմի։ Մենք ասում ենք կատարեք Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, այսինքն կրակի դադարեցման վերաբերյալ։ Նրանք ասում են սկսենք սուբստիտատիվ, այդպիսի բառ է օգտագործել Հիկմետ Հաջիևը, մամուլի խոսնակը ԱԳՆ-ի Ադրբեջանի, սուբստիտատիվ բանակցություններ, այսինքն բովանդակային բանակցությունները, որի տակ նրանք հասկանում են, թողեք դուրս եկեք Ղարաբաղից, ուրիշ բան չեն հասկանում այդ բանակցությունների տակ։ Հիմա ոչ մենք ենք դա անելու, ոչ էլ նրանք են դադարեցնելու կրակը։ Բանակցությունների իմաստը ո՞րն է։ Իրականում վիճակը բավական բարդ է, որովհետև վերջին ամիսների տեսանկյունից եւ վերջին օրերի նաեւ տեսանկյունից բանակցությունների տեխնոլոգիական բաղադրիչը օծվել է էմոցիոնալության մեծ բաղադրիչով եւ դա ուղղակիորեն կապված է երկու երկրների հասարակությունների հետ։ Ապրիլից հետո մենք ունենք որակապես նոր փուլ։ Պարզ է, որ Հայաստանի մոտեցումը բավական կոշտացավ, որովհետև հասկանալի էր, որ այլևս չէր կարելի շարունակել այն ճանապարհով, ինչ որ Ադրբեջանը փորձում էր պարտադրել, այսինքն սահմանային սրացումներ, ռմբահարումներ, իսկ ապրիլին կազմակերպված այսպես բլիցկրիգ։ Ադրբեջանը ինչ է ուզում անել։ Խնդիրը Ադրբեջանի պարագայում շատ ավելի մեծ քարոզչական հարթությունում է։ Պարզ է, որ այսօր չկա բանակցային գործընթաց, հետևաբար բովանդակային բանակցությունների ֆորմատով քննարկում իրականացնելը բացարձակ աբսուրդ է, որովհետև կան սկզբունքային բաղադրիչներ կրակի դադարեցման, սեղանի շուրջ նստելու կամ չնստելու տեսանկյունից։ Ադրբեջանը խոսում է բանակցությունների ինչ որ բաղադրիչի բովանդակային հարթությունից։ Իհարկե դա աբսուրդ է։ Նախ պետք է հասկանալ ինչ ֆորմատով ենք շարունակելու բանակցությունները, եթե շարունակելու ենք, որովհետև կան կանխապայմաններ եւ այդ կանխապայմաններին բավական դրական արձագանք ցույց տվեց նաեւ միջնորդ կողմերը, որովհետեւ բանակցությունը այն վիճակն է, երբ որ չկա սահմանային սրացումներ, պատերազմներ, իսկ Ադրբեջանը փաստացիորեն դիրքային պատերազմ է իրականացնում։ Հետևաբար, եթե պատերազմ ունենք, ինչ բանակցության մասին է խոսքը։ Հետևաբար ունենք երկկողմանի ճնշումներ, խորհրդատվության տեսքով, ուղղակի ճնշումների տեսքով Ադրբեջանի դիրքորոշումը շատ ոչ շահեկան է եւ դա հիմնականում իր ворթեգրած քաղաքական խաղի արդյունք է եւ կարծես իրենք իրենց գցել են ծուղակի մեջ։ Ինչ ելք կունենա այս վերջին ակտիվացման ֆոնի ներքո դժվարանամ ասել, բայց մեծ լավատեսություն իհարկե չունեմ, որովհետեւ ես բազմիցս նշել եմ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի համար առաջին հերթին ներքաղաքական խնդիր է։ Իդեպս հարթակում մենք քարոզչական բաղադրիչի մասով բավական հետաքրքիր եւ բավական շոշափելի մեկ հաջողություն ենք արձանագրել։ Դա Ադրբեջանի հասարակության որոշ շերտերի մոտ, այդ թվում նաեւ նախկին պետպաշտոնյաների մակարդակում, որոնք օբյեկտիվորեն այլևս այսօր Ադրբեջանի տարածքում չեն ապրում, թեզն է, որ Ադրբեջանը ցանկացած ներքաղաքական խնդրի պարագայում սրում է սահմանային իրավիճակ։ Այո, ես լսել եմ։ Այդ թեզը շարունակվում է այսօր, այսինքն մարդիկ լսում են, կիսում են այդ մոտեցումը, իսկ դա մեր մոտեցումն է եղել եւ դա իհարկե տրամաբանված հիմնավոր մոտեցում է։ Դա կարծում եմ բավական փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ է։ Ես լսել եմ Թոֆիկ Զուլֆիգարովի հարցազրույցը նախկին արտգործնախարարի, որը մոտավորապես է ասում, որ պատերազմը ներքին խնդիրների շարունակությունն է։ Ես ուզում եի ուրիշ բան հարցնել Ադրբեջանի դիրքորոշման մասին։ Կա որոշակի
երկակի ուրեմն մոտեցում, հա երկվություն կա։ Մի կողմից նրանք ասում են, հիմա մենք ուժով կվերցնենք Արցախը, Զանգեզուրը, չգիտեմ, Սևանը, Երևանը, ամեն օր այդպիսի բան են ասում։ Մյուս կողմից նրանք ասում են, մենք պատերազմ չենք ուզում, մենք խաղաղություն ենք ուզում։ Այդ երկակիությունը ընկալվում է, այդ հակասականությունը ընկալվում է միջազգային հանրության կողմից։ Գիտեք, միջազգային հանրության կողմից իհարկե երկակիությունը չի ընկալվում, չի ընդունվում, բայց ընկալվում է այն տեսանկյունից, թե այդ հայտարարությունները ում են ուղղված եւ թիրախ ովքեր են։ Միջազգային հանրությունը Մինսկի խմբի ֆորմատով բազմաթիվ անգամներ հասկանում է, որ այդ ռազմական հռետորաբանությունը այլ թիրախ ունի։ Դա ներքաղաքական, ներհասարակական խնդիրների չլուծման ոլորտն է։ Ադրբեջանում այսօր կան որոշակի տնտեսական խնդիրներ եւ այդ տնտեսական խնդիրները այլևս պահել հնարավոր չէ։ Կենսաթոշակային ֆոնդերի հետ կապված խնդիրներ ունեն, բանկերի արտերկրյա պարտավորությունների սպասարկման առումով աշխատավարձը բավական ցածր է իդեպ Ադրբեջանում։ Ընդհանուր առմամբ հասարակությունը իր վրա տնտեսական լուրջ անհաջողությունների, տնտեսական լուրջ խնդիրների ազդեցություն է զգում։ Ադրբեջանը այլընտրանք չունի իր հասարակությանը կերակրելու նմանօրինակ մոտեցումները, որ մենք մեր իրենց ընկալման փողերը վերադարձնելու ենք ամեն գնով։ Զենք ենք գնելու, փորձելու ենք բոլոր հնարավոր հարթակները օգտագործել։ Այլ հարց է, որ միջազգային հարթակներում, երբ որ բանակցությունների սեղան են նստում կամ քննարկումներ են լինում անհատական ֆորմատով Մինսկի խմբի ներկայացուցիչների առումով, նրանք բնականաբար ետ են կանում նման մոտեցումներից, հասկանալով, որ պատերազմը ճանապարհ չի, որովհետև ցանկացած պատերազմից հետո նրանք այնուամենայնիվ նստելու են սեղանի շուրջ եւ միգուցե իրավիճակը լինի որակապես այլ, բացասական առումով իրենց համար։ Ահա։ Ադրբեջանի սադրանքներին մեր կոշտ պատասխանները զսպիչ դեր ունեն, թե չունեն։ Այստեղ հարցը իհարկե նորից երկու բաղադրիչ ունի։ Իհարկե անհամաչափ պատժիչ գործողությունները ունեն կարևոր բաղադրիչ եւ երբեմն հանգեցնում են նրան, որ հակառակորդը փորձում է տակտիկան կամ փոխել կամ որոշակի պարբերականությամբ դադարի է գնում։ Սադրանքների առումով, սրացումների առումով։ Այլ հարց է, որ որոշ պատժիչ գործողությունները նրանք փորձում են քարոզչական նպատակով օգտագործել։ Այ օրինակ հուլիսի 4-ի տեղի ունեցած միջադեպը եւ դրա հետ կապված այսպես քարոզչական կոմպանիան, որը ըստ մեր դիտարկումների թերևս նախապատրաստված մոդել էր, չնայած սկզբում բավական լայն թափ ստացավ, սկսեցին բոլոր լրատվամիջոցներով, այդ դրսի հարթակներում բավական լայն մեկնաբանություններ, ինֆորմացիա տրամադրել, նշելով, որ հայկական զինված ուժերը քաղաքացիական բնակչության եւ քաղաքացիական շենքերի են հարվածել, որի արդյունքում Ադրբեջանը ունի կորուստներ, սակայն շատ կարճ ժամանակ հետո, երբ որ տեսաերիզները հայկական կողմը հրապարակեց, պարզ դարձավ, որ փաստորեն դիրքապահ զինվորները հրետանային համակարգերը ուղղակի գյուղերում են տեղակայում եւ օբյեկտիվորեն ցանկացած պատասխանի ժամանակ գյուղերը այս կամ այն կերպ տուժելու են։ Դա պատերազմի օրենք է բնականաբար եւ հասկանալով, որ իրենց մոտեցումը թերևս թույլ է, շատ արագ վեկտորը փոխեցին։ Իհարկե տեղի ունեցան կազմակերպված թատերական այսպես միջոցառումներ, սահմանների, այսպես ծնողական ինչ որ հատվածների մասով, քարոզչական բաղադրիչի մասով, բայց բնականաբար դա հասանելի չէր, հենց հասանելի չէր եւ ընկալելի չէր հասարակության մի զգալի հատվածի մասին։ Մենք մոնիտորինգի ենք ենթարկում ցանցերը իրենց եւ հստակ տեսանելի է, թե հասարակությունը ինչպես է ընկալում նման մոդելները։ Իդեպ երեխայի մահը նրանք ուղղակիորեն կապում էին Ադրբեջանի գործող ռեժիմի հետ։ Ահաբեկիչներին զենք տրամադրելը, հա, այդ ինքնաթիռների եւ խնդիրը։ Արդյոք դա գործոններից մեկը չէր, թե ինչու հուլիսի 4-ին Ադրբեջանը գնաց նման ավանտյուրայի։ Գիտեք, դժվար է ուղղակիորեն կապ տեսնել երկու գործընթացների միջև, այսինքն շեղել ուշադրությունը, հա։ Երկու գործընթացների մեջ իհարկե միգուցե կապեր կան, սակայն ահաբեկիչների հետ համագործակցությունը եւ նրանց զինումը Ադրբեջանի միջազգային հեղինակության եւ Մինսկի խմբի համանախագահ առնվազն 3 երկրների մակարդակով լուրջ խնդիրներ է ստեղծում Բաքվի համար, որովհետեւ չնայած իրական ճգնաժամը բավական բազմավեկտոր է եւ ամեն մեկը այնտեղ տարբեր շահեր ունեն, բայց Ադրբեջանի նմանօրինակ ներգրավվածությունը այն պարագայում, երբ որ Ադրբեջանը ունի սեփական խնդիրը եւ չմոռանանք, որ Ադրբեջանը Իրանի հետ հարևան երկիր է, իսկ Իրանը Սիրիայում փորձում է ռեժիմը պահպանել իսլամական պետությունից, ապա Ադրբեջանի համար դա կարծում եմ քաղաքական, հեղինակության առումով, ռեգիոնում կարգավիճակի եւ վստահելիության առումով շատ ոչ նպաստավոր մթնոլորտ է ստեղծում։ Մեր հասարակության մեջ դրական է ընկալում կոշտ դիրքորոշումը։
ապրիլյան պատերազմից հետո հատկապես ես իմ վրա եմ վերցնում, որ այն հույսերը, որ ես ունեի, որ հնարավոր է խաղաղ կարգավորել, մոտակա ասենք, չգիտեմ, տասնամյակում այդ խնդիրը, այդ հույսերը ի դերև են եկել թե իմ մոտ եւ թե կարծում եմ Հայաստանի քաղաքացիների մեծ մասի մոտ։ Գիտեք, դրա համար կարծում եմ բավական հիմնավոր պատճառներ եւ ժամանակագրություն կա, այդ թվում նաեւ դեպքերի յուրօրինակ փիլիսոփայություն ու տրամաբանություն։ Տարիներ շարունակ Ադրբեջանը ռազմական հռետորաբանություն է օգտագործում եւ մենք սովորաբար մեկնաբանում ենք դա որպես ներքին թիրախավորման մեսիջներ։ Բայց արի ու տես ապրիլին որոշեցին, որ այդ մեսիջները պետք է իդերևս դուրս գան եւ հստակ դրսևորումներ ստացան։ Ասել, որ Ադրբեջանը պատերազմ է ցանկանում եւ պատրաստ է մեծ պատերազմի։ Իհարկե ես այդպես չեմ կարծում, որովհետեւ մեծ պատերազմը դա մեծ խնդիր է լինելու Ադրբեջանի համար, իհարկե նաեւ մեր համար, որովհետեւ ռեգիոնում պատերազմին կմասնակցեն ուղղակիորեն կամ միջնորդավորված տարբեր նաեւ այլ երկրներ եւ դա որևէ ռեգիոնալ պետության գերտերության այս պահին գոնե անհրաժեշտ չէ։ Բայց երբ որ մենք նայում ենք բանակցային գործընթացի անպտղությունը եւ Ադրբեջանի կոշտ դիրքորոշումը, նաեւ հասկանում ենք, որ հասարակությունը, նաեւ այսպես մարդիկ, ովքեր խորապես հասկանում են եւ տիրապետում են բանակցային գործընթացին, հասկանում եւ ընկալում են, որ միգուցե կգա մի նշաձող, մի կարմիր գիծ, որից հետո բանակցությունները այլևս արդյունավետ չեն լինի եւ ճանապարհ չի լինի բանակցային առումով։ Իհարկե որևէ մեկը չի ցանկանում պատերազմ, կարծում եմ այդ թվում նաեւ Ադրբեջանում չեն ցանկանում, մասնավորապես նաեւ Մինսկի խումբը չի ցանկանում, որովհետեւ այստեղ հեղինակազրկման եւ լեգիտիմության կորստի մեծ ռիսկեր կան, բայց եթե խնդիրը վերջի վերջո լուծվելու է պատերազմի ճանապարհով, ուրեմն մենք պետք է պատրաստ լինենք ամեն օր դրան։ Ալեն Ղևոնդյանի հետ մեր զրույցը մենք շարունակենք գովազդային ընդմիջումից հետո։ Դուք դիտում եք հեռանկարը եւ ես զրուցում եմ քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ։ Միջազգային հանրության արձագանքը այս վերջին քարոզչական ուրեմն միջոցառումների, հա, Ադրբեջանի, կարծես թե այն չէր, ինչ որ նրանք ուզում էին, հա, մի երկու թերթ, մի երկու падգամավոր, բայց առանձնապես այս բռնկում չեղավ հայերի դեմ։ Գիտեք, Ադրբեջանը քարոզչական այս արշավը, որ սկսեց հուլիսի հետ կապված, հուլիսի սկզբի միջադեպերի հետ կապված, իրենք ակնկալում էին, որ բումերանգի էֆեկտը շատ մեծ կլինի։ Դա տրամաբանական է, որովհետև նախանշվել էր Նալբանդյան Մամեդյարով հանդիպում, իսկ քանի որ տրամաբանությունը ադրբեջանական դիվանագիտության եւ քաղաքականության այդպիսին է, ամեն հանդիպումից առաջ սրել իրավիճակը եւ փորձելով հարվածի տակ դնել հայկական կողմին եւ ճնշման տակ դնել, փաստորեն չստացվեց։ Չնայած Մինսկի խումբը որոշակի հայտարարություն տարածեց կապված միջադեպերի հետ, սակայն ոչ հայտարարության տեքստը, ոչ դրա սրությունը, ոչ մեսիջների հստակությունը չբավարարեցին Բաքվին, ավելին Բաքուն հայտարարեց, որ այնուամենայնիվ ինքը այլ մոտեցում էր ակնկալում, շատ ավելի խիստ, շատ ավելի քննադատողական։ Մինսկի խմբի միջնորդները շատ լավ հասկանում են իրավիճակը, իրենք շատ լավ տիրապետում են կողմերի մոտեցումներին, բոլոր շանտաժի բաղադրիչներին, ով որ հարցում կգնա սակարկումների, ով որ հարցում ինչու է կոշտացրել դիրքորոշումը։ Հետևաբար նրանք այնուամենայնիվ, որպեսզի այսպես հրապարակայնորեն շատ չնեղացնեն ինչ որ կողմերի, փորձում են երբեմն հերթապահ հայտարարություններ, գնահատականներ տալ։ Միգուցե կգա մի սահման, մի փուլ, երբ նրանց համբերությունը նույնպես կհատի։ Մենք ունեցել ենք նման մի փուլ, երբ որ Մինսկի խումբը շատ կոշտ գնահատականներ տվեց Ադրբեջանի կողմից սադրանքներին, կապված հրթիռային որոշակի համակարգերի օգտագործման, սահմանային սրացման հետ կապված։ Բայց այնուամենայնիվ Մինսկի խումբը ունի իր խնդիրը բանակցությունները շարունակել։ Որոշ փորձագետներ ասում են, որ ադրբեջանցիները վերջերս այդքան էլ ջանադիր չեն քարոզչական պատերազմում, այն պատճառով, որ քարոզչական պատերազմի բյուջեն կրճատվել է տնտեսական իրավիճակի հետ կապված։ Դուք ընդունում եք այդ բացատրությունը։ Գիտեք, նորից կապեր գտնելը միգուցե բավական բարդ է, բայց Ադրբեջանում ֆինանսական որոշակի բարդություններ իհարկե կան։ Դա չի խանգարում Բաքվին զենք գնել, դա չի խանգարում Բաքվին արդիականացնել իր որոշ ստորաբաժանումներ, բայց տնտեսության եւ քաղաքականության տարբեր ոլորտներում իհարկե կրճատումներ հավանաբար տեղի են ունենում։ Քարոզչական բաղադրիչում կարծում են կրճատումներ այն տեմպով ինչ որ այլ ոլորտներում են իհարկե տեղի չեն ունենում, որովհետեւ դա պետություն է, որը նստած է քարոզչության վրա։ Դա պետություն է, որը պատմություն է ստեղծում, գրում իր համար, դա պետություն է, որ հասարակությանը տնտեսական բարեկեցություն տալու փոխարեն քարոզչական սնունդ է
հրամցնում եւ դա պետություն է, որը այդ քարոզչության արդյունքում հավանաբար հետագայում մեծ խնդիրներ է ունենալու։ Քարոզչությունը կարծում եմ Ադրբեջանի համար ազգային շահերի կարևորագույն բաղադրիչ է, ու նրանք դեռևս բավական երկար ժամանակ պետք է փորձեն քարոզչական բաղադրիչը միշտ անսասան պահել։ Ռուսաստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները, հա, կարծես թե որոշակի խնդիրներ կան, դատելով դիվանագիտական այդ փոխհրաձգությունից, հա, կապված հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Դա պատճառ է, թե դա պարզապես հետևանք է ինչ-որ բանի։ Գիտեք, Ռուսաստանի նման գերտերությունը, որը ռեգիոնում ամենալուրջ ազդեցության լծակներն ունի, նրա հետ որոշակի պայմանավորվածությունների խախտումը, սրացումները սահմանային, երբեմն շանտաժը, որը սակայն զուգահեռվում է նաև տնտեսական, ռազմաքաղաքական ակտիվ համագործակցությամբ, միշտ չի որ ընդունելի է։ Ռուսները հասկանում են իրավիճակը, հասկանում են, թե Ադրբեջանը որ պարագայում ինչպես է իրեն դրսևորում։ Վերջին սուր, բավական ոչ դիվանագիտական միգուցե ձևակերպումներով օժտված հայտարարությունները, որոնք հնչեցվեցին Ռուսաստանի արտգործնախարարության կողմից, որոնք երկուսն էին կապված Ադրբեջանում էթնիկ հայկական ազգանուններով կամ հայանման ազգանուններով մարդկանց նկատմամբ խտրական մոտեցման եւ հակաօրինական քայլերի նկատմամբ, դա հենց այնպես իհարկե չէր, դա հստակ մեսիջ էր ուղղված նաեւ հուլիսյան Ադրբեջանի քաղաքական, քարոզչական քաղաքականության դրսևորումներին։ Ռուսները շատ լավ հասկանում են, որովհետև Ռուսաստանի քաղաքացիներ կան, որոնք այսօր Ադրբեջանում դատապարտված են։ Մի քանի անգամ ամիսներ առաջ նրանք մեսիջներ ուղարկեցին ԱԳՆ խոսնակի շուրթերով, հավանաբար մեսիջները adekvat կերպ չէին ընկալվել Բաքվում եւ ներկա այսպես քննադատողական սուր մոտեցումները դրանց ոչ ընկալելիության արդյունք էին, որ պետք էր սաստել Բաքվին, նաեւ որպեսզի հանկարծ չորոշի ռազմական արկածախնդրության գնալ սահմանային սրացումների առումով։ Գուցե պատճառներից մեկը, դուք գուցե կասեք էլի կապ եք փնտրում, որտեղ չկա, այն է, որ Ադրբեջանը ցանկանում է գազ վաճառել Եվրոպային, Ռուսաստանը ցանկանում է գազ վաճառել Եվրոպային եւ իր խողովակները անցկացնում է Թուրքիայով, խանգարելով Ադրբեջանի բիզնեսին։ Կա այդ խնդիրը թե չէ։ Գիտեք, էներգետիկ քաղաքականությունը Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, այսպես Սևծովյան տարածաշրջանի երկրների քաղաքականությանը միշտ կա։ Թե ստվերային տեսանկյունից, թե կոնկրետ թվային շահույթի այսպես հաշվարկման տեսանկյունից այն միշտ կա։ Սակայն ռեգիոնում այս պահի դրությամբ Ադրբեջան-Ռուսաստան փոխհարաբերությունների միտումները ես դժվար կապեմ գազի խնդրի հետ, որովհետև ռեգիոնում բոլորը զինվում են եւ գազի խնդիրը թերևս առաջնահերթ չի։ Միգուցե նոր պետություններ ծնվեն, հիները քանդվեն եւ այստեղ գազի վաճառքի, հատկապես կապված էներգետիկ այլընտրանքային ճանապարհները, որոնք գլոբալ առումով բավական լայն շուկաներ են բացում եւ դրսեւորվում սպառման մեծ ծավալով, գազի խնդիրը բավական մեծ է։ Մյուս կողմից Ռուսաստանը շարունակում է մատակարարել զենք, զինամթերք Ադրբեջանին եւ բավականին ժամանակակից եւ շատ վտանգավոր զենքեր։ Այսինքն մի կողմից ռուսները ադրբեջանցիների հետ մի քիչ սառել են, մյուս կողմից շարունակում են տաք մնալ։ Գիտեք, Ռուսաստանի նման գերտերությունը նաեւ իր քաղաքականության պատճառով ռեգիոնում, որը ոչ միշտ էր հասկանալի եւ ոչ միշտ էր ընկալելի միգուցե դրսի համար, սակայն իրենք ներսում հավանաբար ունեն դրա համար կոնկրետ դրդապատճառներ, փորձում են ռեգիոնում մեկ գործընկեր չունենալ եւ մեկի հետ չունենալ ռազմավարական հարաբերություններ, ինչ ասել ռազմավարական հարաբերություններ, դրանք այնպիսի հարաբերություններ են, որոնք անփոխարինելի են ուղղակի։ Այսինքն Ադրբեջանը չունի այլ երկիր, ումից կարող է այնքան զենք գնել, որքան Ռուսաստանն է։ Եվ ռուսները փաստորեն չեն ցանկանում շուկան կորցնել։ Հասկանալի է, որ դրանք միլիարդների շահույթ են, հասկանալի է, որ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրը դրա վրա նաև նստած է։ Սակայն մյուս կողմից կան քաղաքական, ռազմավարական պարտավորություններ այլ երկրի, դաշնակից երկրի նկատմամբ, որը Հայաստանն է։ Մենք ծանոթ ենք ռուսական մոտեցումներին, փաստարկներին, հիմնավորումներին։ Վերջին տարիներին հայկական կողմը բավական այսպես նախ սկզբում մեսիջային, հետագայում բավական սուր եւ ակնհայտ որակումներ է տալիս, որ դա իր համար ընդունելի տարբերակ չէ, հասկանալի է, սակայն ընդունելի չէ։ Ինչ ճանապարհ ունենք այս իրավիճակում։ Պետք է զինվել։ Ուղղակի պետք է հակընդդեմ զինվել եւ պետք է հասկանալ, որ Ռուսաստանը ռեգիոնում է խաղում։ Նա որևէ մեկի վրա խաղադրույք չի անում։ Ինքը ունի այլընտրանքային տարբեր
այսպես մի շարք տարբերակներ եւ փորձում է տարբերակներով աշխատել, որովհետեւ ռեգիոնն է հետաքրքիր Ռուսաստանին, ոչ թե անհատապես որոշ երկրներ։ Իհարկե նա արդյունավետ բավական այսպես հարաբերությունները իրականացում թե մեր հետ, թե ադրբեջանցիների հետ, Վրաստանի պարագայում գիտենք ինչ վիճակ է, սակայն էմոցիոնալ մեր ընկալումը իրավիճակի, կարծում եմ անընդունել է։ Պետք է հասկանալ, որ այստեղ կա պրագմատիկ շահ, այդ թվում նաև քաղաքական։ Ռուս քաղաքագետներից մեկի մոտ ես կարդացի, որ այդ զենքը Սոնցեպյոկը մասնավորապես կիրառելի չէ ուրեմն Արցախում ընդհանրապես լեռնային ինչ-որ լանդշաֆտի պայմաններում, ինչպես եք դա մեկնաբանում, բա ինչի համար են առնում։ Գիտեք, նախ պետք է այստեղ մի տարբերակում մտցնենք, Ադրբեջանը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հատվածում ունի ճակատ, պաշտպանության ենթակա ճակատ, ինքը ունի հարավային հատվածում ճակատ, Իրանն է, եւ իզուր չէր վերջին շրջանում Իրանի կողմից որոշակի այսպես մեսիջային քննադատողական գնահատականները կապված Ադրբեջան-Իսրայել ռազմական համագործակցության մասով։ Ռուս քաղաքագետը ճիշտ ասած չգիտեմ որքանով է տեղյակ Սոնցեպյոկ TOS-1 համակարգերի վերաբերյալ, բայց կարող եմ ասել, որ նման մոտեցումը փաստարկված չի առնվազն։ Դրանք բավական գործունակ, բավական լուրջ զինատեսակներ են։ Հայաստանի Հանրապետությունը նույնպես ունի մի շարք օրինակներ եւ հավատացնում եմ ձեզ տարվա ընթացքում մի քանի անգամ մենք ստանում ենք տարբեր տիպի ռազմամթերք, այդ թվում նաեւ նման այսպես ռուսերեն ասած ագնիմյոտների համար արկեր, որոնք օգտագործվելու Հայաստանի ռազմական անվտանգության ապահովմանը։ Մինսկի խմբի հայտարարությունները այսօր քաղաքագետներից մեկը ասել է, որ նրանք հայտարարություն են անում այն ժամանակ, երբ երկու կողմերն են կրակում։ Երբ մեկն է կրակում, նրանք ձայն չեն հանում։ Նկատել եք այդպիսի բան։ Գիտեք, շատ դժվար է հասկանալ, թե երբ է մեկը կրակում, որովհետև սահմանային սրացման այն վիճակում կամ այն փուլում որակական առումով, որ մենք ասել, որ մեկն է կրակում, այսինքն եթե ադրբեջանական կողմը կրակում է կամ արկակոծում է հայկական դիրքերը, մենք պատասխան ենք նրանց տալիս, որովհետև եւ այդ մասին իդեպ մենք հայտարարում ենք, որ ըստ անհրաժեշտության մենք ստիպված էինք պատասխանել, որպեսզի հակառակորդը շատ չակտիվանա դրանից բխող հետևանքներով։ Մինսկի խմբի մոնիտորինգը սահմանային սրացումների եւ արկակոծումների մասով դժվար է հասկանալ ինչ ինֆորմացիայի վրա է հիմնվում, չնայած կողմերը ներկայացնում են նրանց ինֆորմացիա, ասել, որ նրանք կարծիքները բացառապես այդ ժամանակ են հայտնում, իհարկե ես այդ կարծիքին չէ, որովհետև բազմաթիվ անգամներ եղել են երկկողմանի սրացումներ, հրետակոծություններ, մենոնք պատասխանել են, փորձելով պատժիժ գործողություններ իրականացնել, սակայն Մինսկի խումբը որևէ ձև չի արձագանքել։ Իդեպ մոնիտորինգի մասին Մինսկի խումբը նկատում է, որ վերջերս իրենց մոնիտորինգի խմբին դուրս չեն բերում Ադրբեջանի դիրքեր։ Իդեպ դա վերջերս չի, դա շատ մի շարք ամիսներ առաջ, եթե ոչ տարիներ առաջ է, Ադրբեջանը իր պաշտպանական, սահմանային պաշտպանական էշելոնային համակարգի առաջին գիծ շատ վաղուց չի տանում Մինսկի խմբին, որովհետև այնտեղ կան ռազմական տեխնիկա եւ զորքի կուտակումներ, որը նա ուղղակիորեն չի կարող թաքցնել, իսկ դա արդեն պայմանավորվածությունների եւ պարտավորությունների խախտում է։ Ի տարբերություն հայկական կողմի, որը սովորաբար տանում է հենց առաջնագիծ եւ այդ ամենը տեսանկարահանվում է։ Վերջին հարցը շատ կարճ։ Մենք քննադատում ենք Մինսկի խումբը ինչ-ինչ բաների համար։ Ադրբեջանը ավելի ուժեղ է քննադատում եւ Ադրբեջանը կարծես թե շահագրգռված է, որ այդ ձևաչափով բանակցությունները չշարունակվեն եւ տեղափոխվեն այլ իրենց համար ավելի հարմար ձևաչափ։ Կա այդպիսի բան թե չէ։ Ադրբեջանը մի շարք անգամներ իհարկե սուր քննադատության է ենթարկել ամենատարբեր ֆորմատով, այդ թվում երկրի նախագահի ֆորմատով։ Իհարկե նրանք ցանկանում են ֆորմատը փոխել, մի ժամանակ ցանկանում էին ԵԽՂՎ ֆորմատում է իրականացնել, որովհետև այնտեղ падգամավորների մի զգալի մասը ուղղակի կաշառված էր Բաքվի կողմից, բայց երանախագահ երկրները եւ աշխարհի գերտերություն համարվող երկրները մի անգամ չի, որ նրանց բաց տեքստով ասել են, որ կա միայն մեկ ֆորմատ, դա Մինսկի խումբն է ԵԱՀԿ-ի շրջանակներում եւ բանակցությունները բացառապես այդ հարթակում են շարունակվելու։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի հետ էի ես զրուցում։ Դուք դիտում եք հեռանկարը, մենք կհանդիպենք վաղը։